Բարև ձեզ, առաջին հարցը ուղղված է պարոն Միրզոյանին, պարոն Միրզոյան, դուք նշեցիք, որ հանդիպում եք ունեցել Եգիպտոսում ադրբեջանցի գործընկերների կամ գործընկերոջ հետ եւ նաեւ ընդգծեցիք, թե ինչ թեմաներից եք զրուցել, սակայն հավելյալ ինչ մանրամասներ կարող եք հաղորդել այդ հանդիպումից եւ հաշվի առնելով դեռևս օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես տարածաշրջանապաշրջապատման հատված, ինչ փուլում է գտնվում այս պահին այդ ծրագրի կամ թրիփի իրագործումը եւ ինչ ակնկալիքներ ու զարգացումներ կարող ենք ունենալ մոտ ապագայում դրա շուրջ։ Շնորհակալություն եւ հաջորդ հարցս Միս Վալտոնենին, ինչպես եք տեսնում Նորդիկ Բալթիկ Հայաստան ձևաչափով փոխգործակցության ապագան եւ ըստ ձեզ որոնք են այն հիմնական ուղղությունները, որոնք կարող են զարգանալ եւ առաջ մղվել այս գործընկերության շրջանակներում։ Շնորհակալ եմ։ Ես սկսեմ, եթե դեմ չեք տիկին նախարար։ Իսկապես դուք ինքներդ նկատեցիք, ես արդեն ասացի, որ այդպիսի շփումներ եղել են 3, ոչ միայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի, տարբեր արտաքին գործերի նախարարների եւ պաշտոնյաների հետ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ մեծ հաշվով հնարավորություն ենք ունեցել մտքեր փոխանակել կարգավորման գործընթացի երևի ամբողջ ուրեմն ծավալի բոլոր նյուանսների վերաբերյալ ոչ շատ խորը ինչպես դա հնարավոր է անել առանձին երկկողմ ուրեմն միջոցառման ժամանակ իհարկե, բայց կենտրոնացել ենք հատկապես օրինակ հումանիտար հարցերի շուրջ, ինչ վերաբերում է փոխկապակցվածությանը, ես մեկ անգամ եւս ուզում եմ առիթ օգտագործել եւ ասել, ուրեմն պայմանավորվածությունը հետեւյալն է. Հայաստանը եւ Ադրբեջանը ապաշրջափակում են միմյանց միջև տրանսպորտային ուրեմն հաղորդակցության ենթակառուցվածքները։ Հայաստանը եւ Ադրբեջանը, այսինքն բոլոր ենթակառուցվածքները, հա, այն հատվածը երկաթուղու, որը անցնելու է Հայաստանի հարավով, կոչվելու է TRIP ուղի, այսինքն Trump Route for International Peace and Prosperity, հա, այսինքն ունի հստակ անվանումը, ունի սկզբունքները, ինչպես ամբողջ ապաշրջափակման դեպքում, այնպես էլ այս հատվածի դեպքում կան սկզբունքների շրջանակ, որոնց ներքո, որոնց շրջանակում տեղի է մնելու այդ ապաշրջափակումը, եւ այդ սկզբունքներն են եւ քաչ հայտնի են, բայց ուզում եմ մեկ անգամ եւս թվարկել տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնխելությունը, ինքնիշխանությունը, երկրների իրավազորությունը այդ ենթակառուցվածքների նկատմամբ եւ իհարկե փոխադարձությունը։ Հիմա մի հատ էլ ընդգծեմ, սա ամբողջ ապաշրջափակման այդ թվում եւ այդ հատվածին է վերաբերում։ Ես որովհետեւ սա ընդգծում եմ, որտեղ տեսնում եմ շահարկումներ այս մասով դեռ շարունակվում են մեդիատիրույթում գուցե միտումնավոր որոշ շրջանակների կողմից։ Հիմա հայաստանյան երկաթուղու հատվածը TRIP ուղին պետք է դեռ շարունակվի, ուրեմն պայմանները, տեխնիկական լուծումները պետք է դեռ հստակեցվեն Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Մենք եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները օգոստոսի 8-ից հետո արդեն ջանքեր են գործադրել այս ուղղությամբ եւ դա էլ մեր հենց ամենօրյա բառի իմաստով աշխատանքն է, երբ որ մենք ունենանք վերջնական ամբողջական պատկերացում, նաեւ կհանրայնացնենք այդ պայմանները, կլինի հայ-ամերիկյան համատեղ ընկերություն, որը կստանձնի ուրեմն պատասխանատվություն այդտեղ կառուցապատման եւ հետագա շահագործման ուղղությամբ վերջը բոլոր մանրամասները, որոնք դեռ պիտի հստակեցվեն, կհստակեցվեն եւ կհանրայնացվեն։ Մի հատ էլ ուզում եմ ընդգծել, այս պահին համաձայնեցված է այն, ինչ հրապարակված է, ինչ կարող եք մտնել եւ կարդալ համապատասխան Վաշինգտոնյան հռչակագրում։ Մնացածը մենք եւ Միացյալ Նահանգները միասին դեռ կաշխատենք, կհստակեցնենք, բոլոր կողմերը հետ կհամաձայնացնենք, կհանրայնացնենք եւ այդքան։ Շնորհակալություն, բայց մենք ունենք դեռ ժամանակ հարցեր, ներողություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։